Պետության ծրագրերը իրականացված չսեփականաշնորհելու այս ես դրամատուրգիայից պետական լուրջ աջակցություններն որ կարողացել են ճիշտ ներկայացնել պետության քաղաքականությունը չսեփականաշնորհել ոչ մի աշխատանք, որը կամության կատարված պետության ազատության շնորհակալություն արգելի գործընկերներ չեն։ Այսօր նույնպես մենք աշխատել ենք միշտ ու այսօր դրանցենք մեր հաջողություններ, որը պետք չի անձնավորել, հաջողությունները հայտնել բնակչի մատուցած ծառայությունը եւ ստացվում որ լավ ծառայություն են մատուցում, դա մենք արդեն համարում ենք հաջողություն։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմակից, մեր ընտրողներից, ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր ամբողջ բնակչությանը, շտաբի մասնակցության համար։ Ես միշտ նշում եմ հանրամարտը, որ ամենավատ բանը դա անտարբերությունն է, այս դեպքում մենք անտարբերություն չնկատեցինք 65% մասնակցություն, դա երբեք չէ։ 65% եղանակի մասնակցության դիմեր քանի կողմերից, որ գիտենք ասել բավականին բացականներ են հանրապետությունից ու 65%-ը գալու շրջանության մասին։ Բարձր մասնակցության թիվ։ Այսինքն դա ինչ նշանակում է։ Մեր ժողովուրդը պետական ծրագրերն անմասն չի, անտարբեր չի, իսկ ամենավատ դա անտարբերության արդյունքն է։ Շնորհակալություն նաև բոլոր մասնակիցներից։ Հայաստանի Հանրապետության օրենսդրական կանոնադրական 26 թվականի դիցերիստացիոն հերթականիստի մունիցիպալիստի օրակարգը հաստատելու մասին։ Արգելի գործընկերներ, միշտ օրակարգին ծանոթ է, հարցեր, առաջարկություններ ունեն, կրակեն։ Հայաստանի Հանրապետության Ժողովրդի համայնքի համայնքային սեփական կանոնադրության դիսակցիոն մասերը մշտական կարգով ծանոթալի ժամանակը բացատրության տրամադրելու մասին։ Յապեսական նշանակության ովեր են։ Առաջարկում է տալ կանոնություն համայնքային սեփականության բացակալության դրամադրելուն լորի վերջնամայնքի բյուջեի նկատմամբ պարտքեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց ուրեմն առաջինը լորի վերջնամայնքի գովազդի բնակավայրում գտնվող 0.001 կադաստրային հաստատագրով 1.12 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության 3-րդ կարգ, հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 23,000 դրամ։ Լյորի վերջնամայնքի կողմից բնակավայրում գտնվող 0.66010101047 կադաստրային հաստատագրով 0.98 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության 4-րդ կարգ, հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 20,000 դրամ։ Լյորի վերջնամայնքի կողմից բնակավայրում գտնվող 0.0101010048 կադաստրային հաստատագրով 0.61838 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական
18,000 դրամ։ Լորի վերջամայնքի կողմից բնակավայրում գտնվող 0605010101050 կադաստրային ծածկագրով 1,01,471 հեկտար մարգերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արհեստական գործառնական նշանակության 4-րդ կարգ։ Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 21,000 դրամ։ Լորի վերջամայնքի կողմից բնակավայրում գտնվող 0605010120001 կադաստրային ծածկագրով 0,74,945 հեկտար մարգերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վայրահող գործառնական նշանակության առաջին կարգ։ Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 15,000 դրամ։ Լորի վերջամայնքի կողմից բնակավայրում գտնվող 06050100060 կադաստրային ծածկագրով 0,74,133 հեկտար մարգերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վայրահող գործառնական նշանակության 4-րդ կարգ։ Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 15,000 դրամ։ Լորի վերջամայնքի Լորի բնակավայրում գտնվող 0,04,214,001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,32,24 հեկտար մարգերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոթարգործառնական նշանակության 5-րդ կարգ։ Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 7,000 դրամ։ Առաջարկում են չափաբերման, վկայական հետզրկման և նոտարական վավերացման ծախսերը փոխհատուցել վարձակալության ուսուցում հաշվող ճանաչված անձի կողմից։ Հիմնականում գյուղատնտեսական ներկայացնելը հեկտար անգամ 20,000 դրամ։ Ուսուցի մեկնարկային գին մասնակցային կառաջանող ուսուցիչություն։ Ասում են շարքին Այստեղ նորմալի դուրս կամակի շրջանավարտների վերջին զանգի կապակցությամբ դուրս կամակի բյուջետ գումարտանալու մասին հանդեր գործընկերներն որ ուշად այդքան չի այդ մեկ հաղորդի պատճառով ներողություն խնդրել բայց ամենատարին կարելի ունեցել ուղղակի այս փուլը որոշեցինք կնքանացել ոչ գումարային հարց կարող է ձեռքից չքննարկել հարց ունեն, առաջարկում են, գրակեն Հայաստան Հանրապետության Դորմազի դատորեկամակի Սանրաստացան բյուջեն փոփոխություններ կապահովելու մասին։ Եկամուտներն միակ փոփոխությունը օնլայն բյուջետն է, սուբվենցիայի գումարը պակասել է 50,973,000 դրամով, այսինքն սահմանվել է 477,300,000 դրամ, դա եկամուտների մասով։ Ծախսերի մասով արդեն շատ փոփոխություններ կան եւ ավելացումներ կան եւ պակասություններ։ Ուրեմն ավելացումները իրական վարչական բյուջեի մասով է, կառավարման ապարատի գծով, այսինքն այդ ապարատով ընդհանրապես 2,600,000 դրամի ավելացում է ունեցել, ստորվածների մանուկ վերջացը մասնագործություններում աշխատակազմի մասնագիտական զարգացման, տեղեկատվական ծառայությունների, ներկայացման ծախսեր, մասնագիտական ծառայություններ, գրասենյակային նյութերի և հագուստ, տրանսպորտային նյութեր, կենցաղային հանրային նյութեր, հաշիվ նպատակային նյութեր, դպրոցների ծածկագրերը չստանալու է։ Մի քանի 100,000 դրամի ամենուրը ամեն 2,600,000 դրամի ավելացումներ ունեցել։ Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններով, վարչական բյուջեի մասով, ուրեմն ապարատով նաև
վարչական սարքավորումների գումարը ավելացվել 2 միլիոն դրամ։ Ընդհանուր բյուջեի հանրայնությունների մասով վարչական բյուջեի 900,000 ավելացում է տեղի ունեցել, ընդհանուր բյուջեի ծառայություններում 300,000 դրամ, հատուկ նպատակային 300,000 դրամ, նվերատվությունը 100,000 դրամ, և արտադրության 200,000 դրամ։ Իսկ ֆոնդային մասում կատարվել է շերտերի շինությունների կապիտալական նորոգում պակասել է 45 միլիոն 340,000 դրամով, սա արդեն բնակավայրի ծրագրերում և երկու հոդվածներ ավելացվել է ծախսերը, աշխատային սարքավորումների 200,000 դրամ և վարչական սարքավորումների 200,000 դրամ։ Գյուղատնտեսության նախարարժով վարչական բյուջեով փոփոխությունը կատարվել, ուրեմն ընդհանուր բյուջեի ծառայություններ 1 միլիոն դրամ ավելացել է և հատուկ նպատակային այլնյութեր 500,000 դրամ։ Ուրեմն ռոռուկման նախարարժի հնչում էինք այս տարի, ռոռուկման նախարարժի ավելացվել, որում 7 միլիոն դրամ նախագծային տասական ծախսերի գումարը նախատեսվել, որը վերաբերում է մյուս տարի ռոռուկման ծրագրի իրականացման, սուբվենցիոն ծրագրի իրականացման 27 թվականին նախատեսվում է իրականացնել սուբվենցիա ռոռուկման մասով։ Ճանապարհային տրանսպորտ նախարարժով ուրեմն կատարվել է ֆոնդային բյուջեում 67 միլիոն 100,000 դրամով պակասել է 51,000 շրջեշտությունների կապիտալերանում, այնտեղ շինարարության գումարը և նախագծային տրանսպորտական ծախսերը 3 միլիոն 900,000 դրամ։ Սա և վաստույթում բարձրացի արդյունքը և նախագծերի ընդհանուր ծրագրերի փոփոխության։ Ջրամատակարարում նախարարժով կոմունալ վարչական բյուջեում ավելացել է 500,000 դրամ, կոմունալ ծառայությունների մասով, սպորտի նախարարժով ընդհանուր բյուջեի հանրային ծառայությունների 500,000 դրամով ավելացել, այլ մշակութային կազմակերպությունների նախարարժով 300,000 դրամ ավելացել, կրթական մշակութային սպորտային նպաստների հոդվածով և նախադպրոցական հիմնարկ հոդվածով ընթացիկ դրամաշնորհներ ավելացել են 1 միլիոն դրամով, սպայնականության հապարտությունների սննդի գումարներ և շենքերի շինությունների կապիտալերանորոգում ծրագրով 9 միլիոն 500,000 դրամով ֆոնդային բյուջեն պակասել է գումարը և մրցույթի անցկացնողներ և պարտային միջոցները ավելացել են 25 միլիոն 130,000 դրամ։ Հայաստանի Հանրապետության Դեպարտամենտի Գերեզմանոթի 27-22 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։ Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հատված է բոլոր կարգացել, իսկ մի քանի ներկայացնել չներկայացնում իրենց։ Ուրեմն նորմալ համայնքի 27-28 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համայնքի առաջիկայի տարիների զարգացման ռազմավարական ֆինանսական հաստատություն է, որի հիմքում կազմել համայնքի զարգացման հնգարյան ծրագրով սահմանված համայնքի զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև կառավարության ծրագրերով որդեգրված առաջնային փոփոխությունները։ Ուրեմն 27-28 թվականի հիմնական ուղղություններն են ըստ բնագավառների, ես բնագավառները ասեմ, որպեսզի երկար չկարդամ, դուք նայեք, գյուղատնտեսության բնագավառում, տրանսպորտի բնագավառում խնդիրներ կան, քաղաքաշինության, շրջակա միջավայրի պաշտպանության, կրթության, սոցիալ-մշակութային և համայնքային կառավարման ոլորտում։ Ուրեմն ծրագիրը բաղկացած է երկու մասից, եկամուտների և ծախսերի մաս, եկամուտները այսինքն ինչ է նախատեսվում առաջիկա 3 տարիներին և վերլուծություն կա նաև վերլուծություն է կատարված բացի այս հաստատությունից, կա նաև բյուջեներ կազմված առաջիկա 3 տարիների համար և 27-28 թվականների համար և համեմատություն է իրականացվել այդտեղ այս տարվա արդեն գործող բյուջեի և նախորդ տարվա արդեն իրականացված բյուջեի, հաստատի բյուջեի, դա
Էքսելի ներկայացված Էքսել ձևաչափի հաստատված են ինչ տարվա բյուջեի լուծությունը։ Ավելի շատ կհետաքրքիր անդրադառնալ կա եւ եկամուտներ եւ ծախսեր ինչ լուծումներով են ավելացել, ինչ առաջնահերթություններ կա։ Ես երևի ավելի շատ ծախսերի մասին ասեմ, ինչ է նախատեսում, ուրեմն առաջիկա 3 տարիներին սուբվենցիոն ծրագրերում որ գյուղատնտեսական բնագավառում են հիմնականում իրականացրել են եւ տեխնիկայի պարտն է համալրված եւ հակակարգային կայացներով են համալրված մեկը ուշադրություն է դարձնելու այսօր հետևած 3 տարիների ռոռոկման ցանցերի կառուցման։ Այսինքն 3 տարիներին նախատեսվում է բոլոր տարիներում 2029 թվականներին յուրաքանչյուր տարի իրականացնել 300 միլիոն դրամ չափով սուբվենցիոն ծրագիր ռոռոկման ցանցերի կառուցման նպատակով։ Ներս Արկան ոչական չի, մենք նախատեսացում ենք գումար, եգիտացիոն հատիկի հավաքվելու համար, որովհետև օրինական եգիտացիոն ասել, մենք այս տարաներ գնում Հա, սա մեծ տարա։ Եվ դրա համար չէ, ընդհանուր որոշում ենք, դա իրականացման փուլում է, ասենք բան չունի, որ ասենք ուսումնի բան որոշում չկա, դա ձեռքբերման փուլ։ Հա, ես ուղղակի չնշեցի, որտեղ 27-29 թվականի բյուջեի մասին եմ ասում, իսկ սա արդեն նախատեսված է բյուջեի։ Եվ սուբվենցիոն ծրագրերը նախատեսել շարունակաբար բոլոր բնակավայրերում, սարքման աշխատանքները շարունակվում բոլոր բնակավայրերում, այսինքն բոլոր բնակավայրերում մյուս 3 տարիներին յուրաքանչյուր տարի 300 միլիոն դրամի սարքման աշխատանքներ կատարվելու սուբվենցիոն ծրագրերում։ Հիմնական ծրագրերը սուբվենցիոն ծրագրերը մնացած արդեն մեծ միջոցներով նոր ստեղծող մանկապարտեզներ արդեն մյուս տարիներին կավարտվեն, ասենք մանկապարտեզների շինարարական աշխատանքները, մենակ երկում ակարակում մեկում, դրանքից երկում ստեղծող երկու բնակավայրերում, այդ կտող ծախսերն են ավելացել եւ եկամուտ են նախատեսել եւ ծախս, բայց եկամուտը ամեն դեպքում ես նախատեսել եմ, քանի դեռաբացան որոշում չկա, եւ նախատեսել եմ, որ եկամուտն է ավելանալու տնտեսական ձևով եւ ծախսերը կավելանան արդեն նամաշնորհներով։ Եկամուտը չի լինի, եկամուտ չի լինի։ Դե ես նախատեսել եմ, քանի որ ավարտան որոշում դեռ չկա, մյուս ավարտան որոշման, այսինքն նախատեսել եմ, որ զրով է լինելու Եվ ասենք նաև միջոցառումներ են նախատեսված սպորտի, բյուջեով նախատեսված է սպորտի շաբաթի բնագավառում ծախսերը բավական ավելացել են եւ նույնների տեսքով, այսինքն դա համայնքային միջոցներ չի եւ նույնների տեսքով, այսինքն մեծ ասենք ֆոնդային բյուջեից եւ վարչական բյուջեից նույնների տեսքով գրվել եւ սպորտային ինվենտարու իրականացնել մշակույթի բնակավարում կատարվել մշակութի սրանք են իրականացնողները հնարավորապես թվային Ձեր պատկերացմամբ է ինչ որ բանով միջնաժամկեց ասել ծրագրի նախատեսված չի, ինչ որ Հայաստանի Հանրության նորմալի դորգրացման գավառանում 26 թվականի 3 աստիճան հետաքանիստի գումարման օրը եւ ժամը սահմանելու մասին։ Ներկայացնեմ, որ այս նստավարվում է դորգրացման գավառանում ուսումնասիրությունը եւ առաջարկում է Հայաստանի Հանրապետության դեպքում ազգի դորգրացման գավառանում 9-րդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը սահմանել 2026 թվականի սեպտեմբերի 15-ը ժամը 12:00։ Այսինքն նստաշրջանը սկսվում է Պետական նստաշրջանը սկսվում է սեպտեմբերի 2-րդ երեքշաբթիից, այստեղում 3-րդ երեքշաբթին ընտրված, եթե կարիք կա, քննարկենք օրվայի հապած։
Իհարկե